Շնորհակալություն, նախ ուզում եմ ստուգիչ շնորհավորել պարոն Բեկարյանին, այս ստակիր աշխատանք հրատարակ չեմ ծանոթացել, բայց նախորդ աշխատանքներից արդեն ես վերջի տարիներին հետաքրքիր աշխատանքների հրատարակում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր քննարկվող թեմային, ապա ասեմ հետևյալը։ Ըստդիս որպես ռետորական այսպիսի արձագանք, ընդհանրապես հայկական Արցախը հետաքրքիր է աշխարհին, թե չի։ Ես կարծում եմ, որ այո, հետաքրքիր է աշխարհին եւ այս տեսանկյունից Արցախի թեման փակված չէ։ Ինչի է հետաքրքիր։ Որպես խոսքից նախամուտք ես ասեմ հետեւյալը, մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, երբ 13-րդ դարի մողոլների հասան այսօր Կովկաս, այն քիչ տարածքի իշխանություններից էին Արցախի իշխանությունները, որոնց հետ մողոլները համագործակցում էին եւ Արցախով արցախցի հայ զորավարները զորքի հետ ուղղ անցած հասել են մինչև Բաղդադ, Դամասկոս եւ կռում էին Իգոնիայի սելջուկների դեմ, թուրքական սելջուկյան դեմ, այնուհետեւ թուրք պարսկական պատերազմների ժամանակահատվածում մենք անդադ օժանդակում էինք Պարսկաստանի հակաթուրքական ճակատ հարդարելու նկատառումով, հետագայում արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, դեպ ասեմ, որ 2018 թվականի մայիսին ես ազգային ժողովի փոխնախագահի կարգավիճակով Պարսկաստանում էի եւ որոշ քաղաքական շրջանակների հետաքրքիր հանդիպումներ եղան եւ այդպես քննարկում էինք ընդհանրապես վերաբնակեցման հետ կապված Արցախի Արաքսախմերձ հատվածների հետ կապված հարցեր, շատ հարցեր ասենք, որոնք մամուլում բանում իհարկե այդպես չի քննարկվել, չի խոսվել, կամ ասենք այսպիսի հարցեր են տալիս ինձ։ Մենք ձեզ վատ էինք նայում, որ անցավ ռուսների կողմը։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ իսկապես մենք խանութայի ժամանակահատվածում լավ հարաբերություններ կա, այդպես կիսանկախ վիճակում էինք Արցախը եւ ինչի այդպես փափուկ են ասում, այսինքն դավաճանեցիք մեզ, մոտավորապես էս։ Ես հետևյալ ձևով հարցը ներկայացրեցի, որ ոչ մենք ձեզ հետ միշտ ցանկանում ենք լավ հարաբերություններ, մեր պարզապես հարցը նրանում է, որ 18-րդ դարից սկսած դուք արդեն ի վիճակի չէիք հակաթուրքական ճակատ ամուր պահել։ Այսինքն դա իրականում այդպես է եւ թուրքերը արդեն մտնում էին այսօր Կովկաս եւ հայ Արցախի իշխաններին հետեւյալն էին ասում, որ դուք այդպես աղբյուրներում հետեւյալ ձևով ներկայացած դուք կանգնած եք մեր մեջը, մենք ձեզ պետք է ոչնչացնենք, որովհետև Ղադիմի, այդ բառն եմ ուզում իրենց շեշտել, Ղադիմի Բաքուն եւ Դերբենդը մերն է եղել եւ պիտի հասնենք, դուք մեր մեջը կանգնած եք եւ պիտի հասնենք այնտեղ։ Այսինքն ինչի մենք իսկապես այսօր էլ այսինքն քննարկման նյութ է ռուսների հետ պետք է հարաբերություն ունենանք, Եվրոպայի հետ պետք է հարաբերություն։ Այդպես չի, որ եղեցի որ քնում վեր ենք գնում, ասում սրա հետ պետք է հարաբերություն ունենանք, նրա հետ չպետք է հարաբերություն ունենանք։ Մենք այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեցանք նրա համար, որովհետև հակաթուրքական ճակատ պահելու ամենակարևոր, ամենալավ միջոցներից գործիքներից մեկը դա է։ Դրա համար հենց Արցախում գանձասարում ծնեց այդ գաղափարը, որ պետք է հենվել այդ ուժերի վրա եւ ստացվեց ինչ-որ ձևով։ Կարծում եմ, որ ստացվեց։ Մենք ընդհանուր առմամբ պետք է հետաքրքիր լինենք Հայաստանի համար, թե չի։ Իհարկե պետք է հետաքրքիր լինենք Հայաստանի համար, որովհետև Արցախը թե պատմական բոլոր ժամանակահատվածներում, թե ներկա ժամանակահատվածում Հայաստանի կյանքում, հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարություն միշտ ունեցել է։ Որպեսզի իմ խոսքս այսպես ներկայացնող չի, ասել հետո 1918-20 թվականին այդ ամբողջ Ադրբեջանը 60-70 հազարանոց բանակ էր մշտապես պահում Արցախյան ճակատում։ Այսինքն այն հարվածը, որ պետք է հասցվի նորակազմված նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առաջին, այդ հարվածը Արցախն էր անդադ իր վրա վերցնում։ Կամ խոսենք խորհրդային ժամանակաշրջանի վերջին էտապի մասին 1988-99 մինչև պատերազմը սկսվել է։ Գաղտնիք չէ, որ ամենի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունը մաքրվեց այն տարիից,
որում մշտապես գործող ռումբի ազդեցություններ էստեղ, այս տարածքում եւ այսօր այլև անդամ խոսում է, չէ՞ դրա մասին։ Պետք է նույնիսկ վերադառնանք, գան, չէ՞ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներքից պայթեցնեն, ինչպես առաջին հանրապետությունների փորձում ժամանակին երսից պայթեցին։ Կամ 91-94 թվականի պատերազմը եւ դրանից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածը ես նկատի ունեմ մինչեւ 20 թվականի պատերազմը։ Վերջիվերջո գաղտնիք չի, չէ՞ որ այն ժամանակ խնածախի վրա չէին կրակում։ Այսինքն այդ ամբողջը կրակում են Արցախի հանրապետության վրա եւ այդ բուֆերային, այդ հապամերմիչի բանը գործոնը Արցախի հանրապետությունը վերցրել է եւ այդ չեմ խոսում տնտեսական հանգամանքների մասին եւ այո իսկապես առանց Արցախի հանրապետության Հայաստանը այլ երկիր է, Արցախի հանրապետության այլ երկիր։ Սա ես չեմ ասում, սա ասում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հետախուզության նախկին պետն է, հետևյալն ասում, այդ ամենի մասին ասում, եւ ընդհանրապես շատ ու շատ փորձագետներ են դրա մասին։ Խոմ վերջիվերջո հասկանում ենք Արցախի հանրապետություն կա, բայց վերջիվերջո Հայաստանի հանրապետության տարածքը 42000 քառակուսի կիլոմետր։ Մենք Իրանի հետ 180 համարյա կիլոմետր այսպես սահման ունեինք եւ ես նույնիսկ վերադառնալով Պարսկաստանում իրենց համար շատ հետաքրքիր է։ Այնտեղ ինչ ենք անում, շնորհիվ մենք շատ դանդաղ աշխատանքներ ենք կատարում վերաբնակեցման հետ կապված հարցերի, խոսականի եւ հարակից հետ հատվածների, որտեղ անչափ այդ բաները այդպես կարեւոր են եւ այս տեսանկյունից մենք հետաքրքիր ենք հատուկ Պարսկաստանի համար։ Իհարկե, մենք Պարսկաստանի համար բավականին հետաքրքիր ենք, որովհետեւ ես կաթողիկոսի գլխավորած առաջինի գլխավորած այդ գիտի հարթակի անդամ եմ, մենք հաճախակի այդպես 10 օրում մի անգամ այդպես քննարկումներ ենք անում։ Եվ հետաքրքիր տվյալներ կա, որ այսօր հենց Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի փորձագետները, ինչպես ասում են, շատ ափսոսանքով են խոսում իրենց վերաբերմունքի մասին, որ իրենք ունեցան 20 թվականի մարտական գործողությունների ժամանակ։ Այսինքն նրանք հասկացան ինչ մեծ սխալներ ունեցին։ Այսինքն որտեղ այդ տարածքներով եկան թուրքերը նստեցին եւ իրենց անվտանգ նոր ճակատ բացվեց Իրանի համար եւ պատահական չէ 3 այդպես օդանավակայաններ կառուցեցան միջապես սահմանամերձ հատվածներում բանի Իսրայելի այդքան ակտիվ աշխուժ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ չէ ամսի 7-ին եւ Նեթանյահուն պիտի գա Բաքու եւ 5 օր պիտի մնա այդտեղ։ Այսինքն հենց այնպես չէ, պատահական չի դա, որովհետեւ առանց Արցախի հանրապետության դու այդ մեղրու հետ կապված հարցերն են պրոբլեմային դա։ Այսինքն այդպես թիկուկ չկա, որպեսզի կարողանաս այդ հատվածները այդպես նորմալ կարողանաս այսպես սպասարկես եւ անվտանգությունը պահես Սյունիքի։ Այսինքն այս տեսանկյունից մենք նաև հետաքրքիր ենք, այո իսկապես Պարսկաստանի համար, հետաքրքիր ենք նաև ինչու՞ չէ նաև Ռուսաստանի համար, որովհետև վերջի վերջո մենք այդ աշխարհական զարգացումների հետևանքով նրանք փողոցին հեռացան, չէ՞, այսինքն տարածաշրջանից եւ ես ժամանակին նաև միաստիճանավորի պաշտոնի հետևյալն եմ ասել, այստեղ էլ եմ ուզում ասել, որ մեր շնորհիվ դուք մտական դրկոպաս եւ մեզանով դուրս եկավ գնացիք։ Այսինքն իրականում իսկապես այդպես է, այսինքն մեր շնորհիվ, Արցախի շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան, որպեսզի տարածաշրջան մտնեն եւ ցավոք սրտի ցավոք պիտի ասենք, որ լավ չկատարեցին իրենց պարտականությունները եւ դաշնակցային այդ հարաբերությունները, բայց այնպես չի, որ իրենց հետաքրքրությունը կորցրել են Արցախի նկատմամբ, որովհետեւ չլինել Արցախը նշանակում է չլինել նաեւ այսօր Կովկասում չլինել։ Հետևաբար այդ վերադարձ անհրաժեշտ է թե տարած այսպես ուժերի հակակշռությունը պահելու տեսանկյունից անչափ կարևոր է հայկական Արցախի գոյությունը եւ նաեւ տեսեք ինչքան է դիացի, այսինքն նաեւ 20 թվականի միջև 20 թվականը ո՞նց են խոսում, ասում են գիտեք մի քանի շրջան, մի քանի գյուղեր տվեք, մի քանի գյուղեր տվեք, դե սահմանը կբացենք, Ադրբեջանը մի քիչ կհանգստանա, մի քանի հիմա նաեւ 7 շրջանները վերցրեցին, ամբողջ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը բռնազավթվեց, հիմա էլ Հայաստանից են այսպես փոկում տանում եւ նրանց խոսույթը նաեւ, այսինքն արդեն քիչ ամոնում ասել դեպի Արարատ չպիտի
իրավունք ունեք նայեք Արարատ։ Այսինքն հասկանը խոսակցական բանը ինչպես է փոխվում, որտեղ այսինքն գույությունները թույլ Հայաստան, այսինքն այն ժամանակ 42000 քառակուսի կիլոմետր տարած եւ ուժեղ Հայաստանը չի։ Դրա համար ինչպես ասում են հոխորտում են։ Էլ չեմ խոսում արդեն Ադրբեջանի մասին, որ ամեն օր այսպես ուլտիմատումներ են ներկայացնում Հայաստանյան Հանրապետության եւ ընդհանրապես հայ ժողովրդի։ Հետևաբար մենք պետք է փորձենք աշխատենք, որպեսզի այդ հավաքական վերադարձը ըստ էության կատարվի։ Ես այդ տեսանկյունից լավատես եմ, որովհետեւ աշխատանքի պարագայում արդյունք միշտ ունի։ Այսինքն եթե ձեռքերը ծալած նստես, ես չեմ ասում մեկ շաբթից կամ մեկ ամսից հետո այդ հավաքական վերադարձը լինելու է, բայց լավ աշխատանքի պարագայում, որովհետև աշխարհը հարաբերող անդադ փոխվում է աշխարհը։ Այն նայեք տեսեք ինչ չէ, Տրամպը խոսում է ինչ մանավ Կանադայից, Գրիլանդիայից, այս աշխարհը անդադ այսպես շրջապատի մեջ է եւ քշելով քաղաքական այդպես ճիշտ քայլ կատարելու պարագայում մեր տեղն ու դիրքը կարող են ունենալ եւ մեր ազգային նշանակության հարցերին կարող են լուծումներ տալ, այդ թվում նաեւ Արցախյան հիմնահարցը։